Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համատեղ շարունակում ենք հոգատար պետություն հարցականով հաղորդաշարը եւ այսօր խոսելու ենք կանանց իրավունքների մասին մասնավորապես առողջապահության մեջ եւ բայց ոչ միայն, որովհետեւ մեր հյուրն է իրավապաշտպան կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել մեր ստուդիա գալու համար։ Զարուհի, մոտ երևի 1 ամիս առաջ կլիներ մի այսպիսի գրառում արեցի Facebook-ում, որը բավականին գորեիմ ընկերների շրջանում, այսպես ասեմ, աղմուկ բարձրացեց, խոսքը այդ կեսարյան հատման իրավունք ունենալու մասին է։ Ես բավականին պարզունակ սկսեցի միտքս, որ կինը ունի ի վերջո իր հետ թե ինչ բժշկական միջամտություն են անելու, հա, իր օրգանիզմի նկատմամբ դա ընտրելու իրավունք, հետո պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չի, մահացության դեպքերը բարձր են եւ այնպես է, որ բժիշկները, ովքեր դրան դեմ են, ունեն պատճառներ դրան դեմ լինելու, բայց այդուհանդերձ այդ ֆունդամենտալ հարցը մնաց կախված օդի մեջ։ Ու ես որ նայում եմ շուրջս շատ այսպիսի ֆունդամենտալ հարցեր, որոնք կարծես թե 20-րդ դարում մի տեսակ թվում էր, թե լուծում էին ստացել, հա, նույն է, չգիտեմ, ամբորտների իրավունքը եւ այլն, նաեւ տեխնոլոգիաների նոր զարգացման արդյունքում, երբ որ մենք սկսեցինք արդեն այդ սաղմի զարգացման մանրամասն տեսնել, ինչ որ ուրիշ զգացողություններ մեր մոտ առաջացան, նորից դուրս է եկել, բայց ոչ միայն տեխնոլոգիաների զարգացման, նաեւ քաղաքական, սոցիալական փոփոխությունների արդյունքում։ Այսօր մենք ունենք ֆունդամենտալ այս խնդիրները, թե դա ինձ պարզապես թվում է, կապված կնոջ առողջության, կնոջ օրգանիզմի նկատմամբ ունեցած իր իրավունքի հետ, թե դա պարզապես այդպես աղմուկ է, որ ինձ է թվում։ Նախ շնորհակալ եմ այս թեմային անդրադառնալու համար, ընդհանրապես կանանց իրավունքները վերջերս հատկապես ես ինքս նկատել եմ, որ մղվել են հետին պլան, կապված նաև տարբեր մարմիններում վերաբերմունքային փոփոխության հետ, մասնավորապես վերջերս տարբեր թեմաներով քննարկումներ եղան գենդերային ռազմավարության ընդունում, կառավարությունում, ազգային ժողովում որոշ խնդիրներ կապված կանանց իրավունքների հետ, առաջին ռեակցիան սկսվում է ծիծաղով եւ տարբեր տիպի ռեպլիկներով, ինչի տենց խնդիր մենք ունենք կամ չունենք եւ սկսում են կատակներ տարբերանել, էլ ինչ եք ուզում որ ձեզ տանք, էլ ինչ եք ուզում որ անենք եւ ընդհանրապես մենք ժողովրդագրական իմաստով այդ խնդիրը չունենք։ Բայց երբ մասնագիտորեն խորանում ես խնդիրների մեջ, տեսնում ես, որ ոչ միայն մենք ունենք այդ խնդիրը, այլև գնալով խորանում է այդ խնդիրը, որովհետև վերաբերմունքային փոփոխություն է տեղի ունենում, կապված նաև մարդու իրավունքների գիտակցության եւ արժեհամակարգի անկման հետ։ Միևնույն ժամանակ նաև կապված հասարակության ընդհանուր կրթական մակարդակի անկման հետ, որովհետև իրավունքը եւ մարդու վերաբերյալ գիտելիքը սկսած առողջապահական գիտելիքից, վերջացրած հենց գենդերային հավասարության հետ կապված գիտելիքի հետ, դա լրջագույն խնդիր է, որը հասարակությանը անընդհատ պետք է կրթել, սերմանել, տեղեկատվություն հասցնել դրա վերաբերյալ։ 1 վայրկյան, եթե դադարում է այդ գործընթացը, մենք ունենում ենք դարձյալ այդ գռեհիկ իրավիճակը, երբ ցանկացած իրավունքի վերաբերյալ բարձրաձայնում առաջացնում է դիմադրություն եւ նույնիսկ կատակային այդպիսի ուրախ ճակերտավոր մթնոլորտ։ Ինչ վերաբերում է ձեր բարձրաձայնած խնդիրներին, սկսած աբորտի, կեսարյանի եւ ընդհանրապես կնոջ մարմնի հետ կապված իրավունքի զարգացման հետ, այո, ֆեմինիստական երրորդ ալիքը եկավ այն մտայնությամբ նաեւ, որ կինը մտածի իր մարմնի մասին, թե ինչպես է կառավարում այդ մարմնի հետ կապված յուրաքանչյուր գործողություն։ Այդ թվում նաև ընդհատելը հղիության, անցանկալի հղիություն կամ չպլանավորված հղիություն եւ այլն։ Իհարկե ես որպես իրավապաշտպան առաջին հերթին կողմ եմ գիտելիքի փոխանցմանը։ Եվ շատ ի սկզբանե ասում էի, երբ խոսվում էր օրինակ առողջ ապրելակերպի դասընթացների շրջանակներում աղջիկներին կրթելու թե ինչպես կառավարի
աղջիկ երեխան կամ հետագայում կին դարձած նախկին աղջիկը իր առողջությունը վերարտադրողական, ինչպես կառավարի անցանկալի հղիությունը եւ այլն, հասարակության մեջ դիմադրություն կար, ինչեր եք սովորեցնում, բայց դա շատ կարեւոր է, որովհետեւ որևէ մեկս չգիտի, թե ինչպես է զարգանալու մեր կյանքի ընթացքը, որ պահին ինչպիսի հարաբերություններում ենք հայտնվելու եւ արդյոք մենք կարող ենք կառավարել այդ process-ները, որոնք ճակատագրական կարող են լինել։ Երեխայի ծնունդը դա հենց այնպես մեկ վայրկյանի խնդիր չէ։ Դու պատասխանատվություն ես ստանձնում մարդու կյանքի համար եւ դու պատրաստ պիտի լինես այդ պատասխանատվությունը ստանձնելու։ Սկսած սոցիալական իրավիճակով պայմանավորված, վերջացրած հոգեբանորեն մայր դառնալու եւ երեխային մենակ չթողնելու այս կյանքի դժվարին իրավիճակներում։ Եվ այստեղ կինը գլխավոր դերն ունի իհարկե, որովհետև այն անպատասխանատվությունը, որը կատարվում է ընդհանուր առմամբ զուգընկերային հարաբերություններում, հիմնականում չկրթված տղաներ, որոնք չեն հասկանում, որ դրանից կարող են լինել հետևանքներ եւ թողնում են շատ հաճախ կանանց մենակ այդ հետևանքների հետ։ Շատ լավ գիտենք, որ կինը կարող է մենակ մնալ, հղի իրավիճակում տղամարդը կարող է լքել նրան, նույնիսկ ասել, որ դա քո պատասխանատվությունն է եւ ստիպել ընդհատել հղիությունը։ Այժմ իհարկե քրեականացված են տարբեր այսպիսի միջամտություններ, երբ կնոջը կարող են ստիպել ցանկալի հղիություն ընդհատել, օրինակ սեռով պայմանավորված կամ ցանկացած այլ պարագաներում, երբ դա անցանկալի է ընտանիքի համար, բայց միևնույն ժամանակ մենք պետք է անդրադառնանք նաեւ այն բոլոր հոգեբանական ասպեկտներին, որոնք ապրում է մարդը այդ ընթացքում եւ ինչպես է ազդում դա նրա կյանքի եւ սոցիումի հետ հարաբերությունների վրա։ Ինչ վերաբերում է կեսարյան հատմանը, ապա վերջերս կարդացի մի այսպիսի իրավիճակ, երբ Թուրքիայում օրինակ կեսարյան հատումների հետ կապված օրինագիծ էին ընդունել եւ միաժամանակ այնտեղ նշել էին, որ դա ազդում է կնոջ վերարտադրողական առողջության վրա, այսինքն կինը ավելի շուտ հղիանալու հնարավորությունից զրկվում է, այսինքն կեսարյանից հետո պիտի օրգանիզմը որոշակիորեն վերականգնվի, որովհետև այդտեղ հատում է կատարվում որոշակի օրգանների եւ այդտեղ մոտիվացիան ոչ թե այն էր, որ ազդում է կնոջ առողջության վրա, մահացության դեպքերն, այլ մոտիվացիան այն էր, որ պետք է կինը պարտավոր է շատ երեխաներ ունենալ եւ դա կասեցնում է նրա վերարտադրողականությունը եւ փաստացիորեն արտադրամասը կանգ է առնում։ Ինձ վիրավորում է այդ մոտեցումը, որովհետեւ մենք կարող ենք գիտականորեն հիմնավորել, որ այո, շատ ավելի առողջարար է ունենալ երեխա բնական ճանապարհով։ Այդտեղ տարբեր վերականգնողական իրավիճակներ աշխատում են շատ ավելի բնականon կերպով, եթե կարդում ես բոլոր հետազոտությունները, արգանդը ավելի արագ է կրճատվում, կաթնագեղձերը ավելի բնականon են սկսում աշխատել եւ այլն, տարբեր այսպիսի գիտական հիմնավորումներ, որոնք որոնք ուղղված են հենց կնոջ առողջությանը, այսինքն մարդակենտրոն են, ոչ թե կինը սկսում է ծառայել ինչ որ նպատակների, այդ թվում նաև, չգիտեմ, դառնալու արտադրամաս, երեխաներ ունենալու, ծնելիությունը բարձրացնելու եւ այլն, դա իսկապես կնոջ իրավունքն է եւ ինքը պիտի որոշի, թե ինչպես է տնօրինում իր մարմինը։ Տեսեք, այստեղ իմ կարծիքով գոնե, ես ասեմ, դուք այսպես ձեր կարծիքն ասեք, հատվում են մի քանի տարբեր երևույթներ, հա, մենք ունենք օբյեկտիվ այդ երկրորդ դեմոգրաֆիական անցում ամբողջ աշխարհում են անցում արդեն թերևս երևի ինչ որ հաշված երկրներ են, որ չեն միացել այդ անցման, հա, տեղի ունենում, որի արդյունքում բնականաբար երեխաների եւ ողջ մնացող երեխաների թիվն է, հա, այսպես ասենք, շատ եւ ծնելիությունն է ընկնում, հա, կանայք 10 երեխա ունենալ եւ հետո սպասել, որ նրանցից 3-ը ի վերջո ողջ կմնան, դրա փոխարեն ունենում են 2 կամ 3 երեխա, որոշ դեպքերում 1 կապված միջավայրից։ Սա օբյեկտիվ հա ինչ-որ process է, որ տեղի ունենում։ Զուգահեռ process-ները, որ տեղի ունենում արդեն քաղաքական դաշտում է, որ շատ երկրներում դա կլինեն ինչ-որ քաղաքական գործիչները, դա կլինեն տարբեր ելույթ ունեցող, այսպես խոսացող գլուխներ, ովքեր ինչ պատճառներով այս ծնելիության անկումը բերում են որպես քաղաքական, տնտեսական խնդիր։ Եվ իրոք, հա, կան հաշվարկներ, որ կարող է լինել տնտեսական շատ լուրջ հետևանքներ, քաղաքական լուրջ հետևանքներ։ Եվ այս երկու երևույթների խաչումը բերում է նրան, որ շատ ավելի քիչ է ուշադրություն դարձվում կնոջ վրա որպես անհատի եւ շատ ավելի շատ է ուշադրություն դարձվում երեխաներ ծնելու
օրակարգի վրա։ Հենց դու առաջ ես բերում այդ օրակարգը, որը առաջին հերթին շատ բարի է թվում, սկզբից ինքը իրոք ոչ մի վատ բան չկա նրա մեջ, եթե որ բոլորը ունենան շատ երեխաներ։ Բայց կամած ինքը վերածվելով քաղաքական դիսկուրսի, այդտենց նման արդյունքներ է ստանում։ Մենք պիտի դիտարկենք քարոզարշավն ինչին է ուղղված իրականում։ Այո, եթե մենք ունենք դեմոգրաֆիական խնդիր, մենք պետք է նստենք, մտածենք, թե ինչպիսի ինստիտուտներ ուժեղացնենք եւ ինչպիսի քաղաքականություն նման քարոզարշավ հիմնականում անում են տղամարդիկ, ովքեր չեն հարցնում, իսկ սիրելի կանայք, իսկ եթե ինչ անենք ձեզ համար, որ դուք ունենաք, ասենք, շատ երեխա, ինչ կնախընտրեիք։ Որոշումների կայացման այդ մեխանիզմները մշտապես են ոչ նորմալ իրականում, որովհետև կարծես թե կաբինետներում նստում են տղամարդիկ, որոշում են կայացնում, թե ինչ պիտի անեն կանայք։ Շատ հաճախ դրանք կարող են լինել ուղղակի բարի ցանկություններ, որ կանայք պետք է այսպիսի իրավիճակում հայտնվեն, նրանք լավ մայր լինեն, լավ կին լինեն, այսինքն սպասարկող անձնակազմ հասարակության է, որպես այդպիսին, բայց ի վերջո կանայք լիարժեք լիիրավ անդամ են այս հասարակության եւ իրենք կարող են ինքնուրույն որոշել եւ ի վերջո հարցրեք կանանց, ի՞նչն է ձեզ խանգարում, որպեսզի դուք ունենաք շատ երեխաներ։ Ինչ ինստիտուտներ ձեզ չեն աջակցում, որպեսզի դուք ունենաք շատ երեխաներ։ Միաժամանակ դուք ասում եք, որ դուք ունեցեք երեխաներ եւ պետության կողմից պարտավորություններ չեն գնում, թե ինչպես աջակցել ընտանիքին, որպեսզի կինը միաժամանակ ոչ իր անհատական զարգացման ծրագրից, որ իր արժեվ դրել է, ի վերջո մենք 21-րդ դարում ենք, կանայք հավասար են տղամարդկանց եւ իրենք ունեն եւ կրթության, եւ աշխատանքի, եւ առաջխաղացման, մասնագիտական զարգացման իրավունք եւ նաեւ հնարավորություններ բավական լուրջ, որովհետեւ բոլոր տվյալներով կանայք շատ ավելի լավ են սովորում դպրոցում, հետագայում նրանց զարգացման ընթացքը կանգ չի առնում, պայմանավորված նաեւ զինապարտության խնդրով։ Իրականում դա եւս լուրջ խնդիր է, որը մենք վաղը միսօր ունենալու ենք լուրջ դեմոգրաֆիական խնդիր եւ կրթական եւ հավասար պայմաններով ընտանիքներ կազմելու եւ աղջիկների զարգացած եւ տղաների չէ գլոբալ խնդիր է, շատ գլոբալ խնդիր է, կապված նաեւ համաշխարհային կտրվածքով, այո, գլոբալ պատերազմների հետ, որոնք ուղղակի 21-րդ դարում պիտի անթույլատրելի լինեին։ Ես ասում եմ 7 երկ գիտեմ 7-ն է պատերազմի անթույլատրելիության մասին, բայց դա մարդու հիմնարար իրավունքն է եւ եթե չկա խաղաղություն, չկա ոչինչ, ոչ մի իրավունք, որովհետեւ դու մարդկանց դարձնում ես ուղղակի թնդանոթի միս։ Ու դեմոգրաֆիական խնդիրը եւս կապված է դրա հետ։ Եվ վերջերս որ քննարկում էին այդ աննորմալ օրինագիծը, որը կապված էր զինապարտության, տղաների, չգիտեմ, ֆինանսական պարտավորությունների եւ այլնի մասին, հասարակության սեգրեգացիայի։ Այո, նորից խտրական, ամբողջովին անընդունելի օրենքի վերաբերյալ, որը փորձում են անցկացնել եւ էլի բարի այսպիսի նպատակներ դնել դրա առջեւ մենք դարձյալ խոչընդոտելու ենք հասարակության կայուն եւ առողջ զարգացումը, դարձյալ խտրականություն ենք մտցնելու սեռերի միջև եւ դարձյալ խոսույցն է բարձրացվելու, թե տեսեք, որ տղամարդիկ ավելի խտրականացված են, քան կանայք։ Այնինչ այդ արհեստական խտրականացումները, որոնք մտցնում են, ամենևին կապ չունեն հասարակության առողջ զարգացման հետ։ Դա կապ ունի շարունակական ուժի իշխանության եւ ստորադասման մշակույթի հետ, որը որևէ կերպ չեն կարողանում իրավունքահեն հիմքի վրա դնել եւ արժե համակարգային հստակ արժեքներ սերմանել հասարակության մեջ։ Եվ այստեղ որպեսի շատ չշեղվեմ թեմայից, իսկապես դա սարսափելի մի հատ իրավիճակ է, որը կարող է հանգեցնել մեր երկրում լրջագույն խնդիրների կապված դեմոգրաֆիական զարգացման, տղամարդկանց առողջ զարգացման հետ, որտեղ մենք այդ ինստիտուտների միջոցով ամբողջովին խեղում ենք տղամարդկանց պատկերացումները հասարակության մասին, հետո խոսում ենք հետևանքների մասին, որոնք ընտանեկան բռնությունն է, տղամարդկանց հոգեկան առողջությունն է, ի վերջո առողջ ընտանիքի կայացումն է եւ հետագա առողջ ընտանիքի եւ երեխայի զարգացումը։ Բայց ինչ վերաբերում է կոնկրետ կանանց ցուցումներին, այո, մենք սա ամբողջ օրը քաղաքական մակարդակով կանանց ցուցումներ ենք տալիս, թե ինչպես իրենք վարվեն իրենց մարմնի հետ։ Արդյոք նրանք կարող են ընտրել երեխա ունենալ, չունենալ, քանի երեխա ունենան։ Ի վերջո մենք գտնվում ենք մի դարաշրջանում, որտեղ կարելի է պահպանել առողջությունը, հատկապես երեխաների, եւ ամենակարևորը ինչն է պետության ֆունկցիան այստեղ, ինչպես է կարգավորում պետությունը, ինչպես է աջակցում մորը պահել այդ երեխաներին։ Մենք պետության կողմից բոլորովին ամենա տալիս պետությունը, բայց դա
մենք այդ հետազոտությունն էլ ունենք իդեպ գումար է տալիս այն ընտանիքներն են հիմնականում շահագրգիռ այդ գումարով, որոնք բավական կարճ են մտածում։ Այդ գումարը այս պահին վերցնենք, մեր վարկային խնդիրները իրագործենք, ծածկենք, չգիտեմ, մի մեքենա առնենք, այսպես ասած, շատ ժամանակավոր խնդիր լուծենք, դրանից հետո երեխայի հետ ինչ կլինի, մեզ համար միևնույն է։ Բազմազավակ ընտանիքների շրջանում աղքատությունը բավական բարձր է եւ այդ գումարը, որը ծառայում է հիմնականում ընտանիքի սոցիալական խնդիրը լուծելու եւ ոչ թե երեխայի զարգացումը ապահովելու եւ ընտանիքին աջակցելու ուղղությամբ բավական լուրջ հետազոտություն է եւ մենք պետք է լծվենք նաեւ այդ հետազոտությունը իրականացնելու։ Շատ հաճախ երեխա ունենալը պարտավորություն է դառնում կնոջ համար հենց ընտանիքի կողմից։ Մենք ունենք ընտանեկան բռնության դեպքեր, երբ ընտանիքը ասում է դու պարտավոր ես երեխա ունենալ, որտեղ մենք պարտքեր ունենք եւ այդ գումարը, որը հատկացնում է պետությունը, ուղղված պիտի լինի մեր պարտքերի մարման համար։ Ինչ է դա, եթե ոչ կնոջը դարձյալ ստիպել ինչ-որ ֆունկցիա կատարել, ծառայել ընտանիքին, միաժամանակ բռնությամբ, այնինչ այդ պահին ինքը պատրաստ չի ուզում, չի կարող, կամ 5 երեխա ունի, 6-րդը պիտի ունենա, որպեսզի պարտք փակեն, դա նորմալ չի, դա երեխայի նկատմամբ է արդար չի, երեխան պարտք փակող գործիք չէ, առաջին հերթին կնոջ համար արդար չէ, որովհետև երեխան արդեն ատենցիալ է դառնում, եթե երեխան պրոդուկտն է անառողջ հարաբերությունների, անառողջ իրավիճակի, ոչ ոք չի մտածում երեխա ունենանք, որովհետև երեխա ենք սիրում, երեխա ունենանք, որովհետև մեզ համար դա մեծ երջանկություն է, այլ մտածում է, որ այդ գործիքի միջոցով իր պարտքերը մարի։ Եվ այստեղ պետությունը շատ լուրջ պետք է վերաբերվի այդ ամեն ինչին։ Մենք չունենք կայուն նախադպրոցական կրթության համակարգ, որտեղ բոլոր համայնքներում հասանելի լինեն նախակրթարանները եւ դա արդեն իսկ աջակցի ընտանիքին, որպեսզի երեխան եւ սոցիալիզացիա անցնի եւ միաժամանակ մորը ինչ որտեղ աջակցի իր զարգացումը կանգ չառնելու տեսանկյունից։ Պատկերացրեք, եթե մայրը ունենա 6-7 զավակ, 7 տարի ինքը զբաղված է լինելու զուտ երեխա ունենալով, այդտեղ հետ ծննդյան արձակուրդներ, այսինքն իր աշխատաշուկայում ամենաառողջ ժամանակահատվածը, որը կարող է ինքը տալ աշխատաշուկային, ինքը կորցնում է փաստացիորեն եւ այդտեղ պետությունը պետք է հստակորեն ունենա իր ազդեցությունը նախակրթարանների միջոցով, տարբեր տիպի աջակցությունների միջոցով, բայց դա որպես այդպեսին հստակորեն մշակված չէ եւ կնոջը աջակցող այդ համակարգերը չեն գործում։ Ուղղակի մերկապարանոց հայտարարություններ, որոնց հիմքում դրվում է կներեք կեղծայերնասիրությունը։ Պատերազմի մասին աստիկ շատ թեթև կուզենամ անդրադառնամ, բոլորին էլ հասկանալի է, որ խաղաղ միջավայրում ապրելն ու արարելը ավելի լավ է, քան պատերազմական։ Չեմ կարծում, որ բոլորին հասկանալի է, եթե բոլորին հասկանալի լիներ, գոնե միկրոմակարդակում անընդհատ միմյանց բայց ինչ անել, եթե դու գտնվում ես մի տարածաշրջանում, որտեղ կողքի երկրները շատ ավելի սրացված են, այն բոլոր պատկերացումները, որ դուք ասում եք, հաստատ Թուրքիայում, Ադրբեջանում շատ ավելի սրացված են, քան Հայաստանում եւ չգիտեմ, երևի Վրաստանում մեր տարածաշրջանից։ Եվ այստեղ կա այլընտրանք, կամ սպասել, թե երբ են քեզ վրա հարձակվելու, կամ ինչ որ չափով դու էլ պատրաստ լինես դրան։ Չգիտեք, պաշտպանական համակարգեր ստեղծելը եւ ինստիտուցիոնալ մոտեցում է։ Եթե դու ունես մարտահրավեր, դու այդ մարտահրավերի մասին պետք է մտածես, բայց մարդու իրավունքները խախտելով եւ ակնհայտ խտրական օրենքներ ընդունելով ասել, որ ես վտանգի տակ եմ, դա ուղղակի անընդունելի է, որտեղ պաշտպանական առաջարկվող օրենագծի այժմ զինապարտության ամբողջ համակարգի մասին է, որտեղ այս տարիների ընթացքում պետք էր մշակվել նաեւ ժողովրդագրական համակարգը պահպանելու, միևնույն ժամանակ քո մարդկային ռեսուրսը կառավարելուն ուղղված զինապարտության փաթեթներ։ Ինչպես անել, որպեսզի այն տղա երեխաները, որոնք ունեն պոտենցիալ ծառայելու գիտությանը, մշակույթին, տարբեր ասպարեզներին, ինչպես անել, որ համ չմնան պետության զինապարտության համակարգից դուրս, միաժամանակ կարողանան իրացնել իրենց կրթական իրավունքները եւ շարունակել ծառայել պետության զարգացմանը։ Մենք այդ համակարգերը
հստակորեն չենք մշակել։ Կան որոշակի միջամտություններ։ Այո, կան որոշակի որոշումներ, որոնց շրջանակներում արտոնություն է տրվում այսքան տարի, չգիտեմ, կրթություն ստացող դրսում, առաջատար բուհերում, մշակութային ասպարեզում որոշակի հաջողություններ արձանագրած տղա սերի ներկայացուցիչներին, բայց միաժամանակ մենք դեռևս չունենք փաթեթներ, որոնք կարող ենք առաջարկել։ Եվ դա կարող է լինել, որը կարող է ճկուն ավելի հնարավորություն տալ, օրինակ ընտրել տղա երեխաներին, որ տիպի ծառայությանն է ինքը ուզում գնալ։ 2 ամիս, 6 ամիս, ապա դա տարածվի, չգիտեմ, 10 տարվա կտրվածքով, 5 տարվա կտրվածքով եւ նա չկտրվելով իր կրթական համակարգից, զարգանալով։ Եվ առաջ պետքա բանակը դառնա, հա, տրամպլին, այսինքն բանակը դառնա քո մասնագիտական զարգացման ճանապարհի մի մասը, այլ ոչ թե դրանից դուրս գալու։ Դա է խնդիրը, որ բանակը ինքը պետք է օգնի, որ դու զարգանաս։ Բանակը պետք է շատ ճկուն կերպով ինտեգրված լիներ հասարակությանը եւ ոչ թե դառնար ճորտատիրական համակարգի նման մի բան, որ 2 տարի դու ճորտության ես գնում առանց որևէ տենց հստակ քաղաքացիական իրավունքի եւ միաժամանակ կտրվելով քո բնականon կյանքից, հետո ցանկացած հետազոտություն է ցույց տալիս, որ հետո տղաները բավական երկար հետ են գալիս այդ համակարգից հետ քաղաքացիական կյանքին ինտեգրվելու համար։ Շատ լավ, անցնենք կանանց, թեթև շեղվեցինք։ Շատ միահյուսված է Շատ միահյուսված է, չես կարող խոսել առանձին, հա, կանանց մասին, որտեղ Ոնց շատ սահմանները կտրված չեն։ Մեկը մյուսի վրա շատ ազդում է, շատ լուրջ ազդում է։ Մի միջամտություն է անեմ կտրելով ձեր խոսքը, երբ պատերազմը սկսվեց եւ դրանից առաջ մենք շատ խոսում էինք սերով պայմանավորված հղիության ընդհատումների մասին, միանգամից հասարակության խոսույթում մտավ, բա խոսում էիք նրա մասին, որ աղջիկ երեխաներին ընդհատում են, տեսեք, որ դա բնականon է, որովհետեւ տղա երեխաներն է զոհվում են ֆրոնտում։ Այսինքն մենք զոհի դիմաց զոհ ենք պահանջում, որ ինչ, այսինքն մեր արժե համակարգային բանը մենք էլ ենք խոսում տենց էլի մասնավոր զրույցներից մեկում, որ սերով պայմանավորված ընդհատումները թերևս չեն լինի, եթե մենք երեխաներին դիտարկենք ոչ թե որպես ռեսուրս, այլ որպես մարդ։ Որովհետև երբ որ դու դիտարկում ես որպես ռեսուրս, անկախ այսինքն դա նրանից չի, որ դու տղա երեխաներին ավելի շատ ես սիրում, քան աղջիկ երեխաներին։ Ռեսուրս է, ռեսուրս ունի տարբեր կշիռ։ Երբ որ քո առջև ոչ թե ռեսուրս է, այլ մարդ է ծնվում, այս դեպքում նման բոլոր հարցերը հետ են ընկնում։ Դրա համար էլ մենք խոսում ենք մարդու իրավունք հասկացությունից, որը բոլորովին այլ արժե համակարգ է եւ այժմ դեռևս համաշխարհային կտրվածքով խորապես ընկալված չէ։ Եվ ընդհանրապես իրավապաշտպանության ասպարեզում գլոբալ հետընթաց է նկատվում։ Բուժ օգնության ոլորտում ընդհանրապես կան բազում, չէ, գրքեր, որոնք ցույց են տալիս հասարակության մեջ կնոջ անտեսանելի կինը հայտնի այդ գիրքը կա, որ շատ հաճախ եւ անգամ երբ որ դու հետևում ես, հա, նույն բուժօգնության եւ բժշկության պատմության մեջ, ցավոք սրտի հիմա եւ դրա մասին խոսում է, շատ հաճախ կանայք իրոք լինում են անտեսանելի։ Բազում պարամետրերով։ Օրինակ, կարող է հիվանդությունը, որպես այդպիսի նկարագրված լինի միայն տղաների, տղամարդկանց ունեցած սիմպտոմներով, հետևաբար կնոջ մոտ այդ սիմպտոմները չարտահայտվեն եւ բժիշկը պարզապես չհասկանա, որ կնոջ մոտ այս խնդիրն է։ Հա, վերջերս ուղղակի կարդում եմ շատ մեծ հեղափոխություն, օրինակ աուտիզմի ոլորտում այսօր տեղի ունենում, որտեղ աուտիզմը նկարագրված է տղա երեխաների վրա եւ պարզվում է, որ աղջիկների մոտ ուրիշ ձև է արտահայտվում եւ օրինակ Միացյալ Նահանգներում մեծ բում է, հա, տարիքով կանանց մոտ աուտիզմ դիագնոզ դնելու հետ կապված։ Երկրորդ խնդիրը, երբ որ կանայք ի սկզբանե համարվում են շատ ավելի էմոցիոնալ հուզական եւ նրանց գանգատներին այդքան բարձր նշանակություն չի տրվում։ Սա նույնպես է, սա միայն Հայաստանի խնդիր չէ, համաշխարհային խնդիր է։ Երբ որ կինը գալիս ասում է փորս շատ ցավում է կամ ինչ որտեղից ցավում է, դե հերիք է նվնված, կին է ուշադրություն է պահանջում եւ այլն, մինչդեռ տղամարդը եթե գանգատ ունի, ուրեմն բանից անցել է միանգամից շտապում է նրան օգնել։ Հա, այ նման խնդիրներ, հա, անտեսանելի կինը բուժօգնության ոլորտում Հայաստանում
երբ խոսում ես այս մասին, առաջի բանը թերևս ամենայն երևացող, որ դաժե մտել է մեդիա, դա թերևս ծննդօգնության ժամանակ եւ հետո կանանց հանդեպ բավականին կոշտ վերաբերմունքն է, որ իհարկե ոչ բոլոր տեղերում, բայց նկատվում է։ Բայց դրանից դուրս թվում է թե այդ իմ նշած կետերում մենք անգամ ռեֆլեքսիայի չենք ենթարկել, չենք էլ ֆիքսում, որ այս խնդիրները կան արդյոք ձեր Ցավոք այո կան եւ ոչ միայն տնտաբերական բռնության մասին է խոսքը եւ ոչ միայն կանանց նկատմամբ առողջապահության համակարգի ոչ զգայունության մասին է խոսքը, այլև հատուկ իրավիճակներում, դժվարին իրավիճակներում հայտնված կանանց նկատմամբ բացարձակ անտեսման վերաբերմունքն է շատ հաճախ աչքի զարնում, երբ օրինակ կինը ընտանեկան բռնության ենթարկվելով ունենում է բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես հոգեհուզական վիճակով պայմանավորված, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, որոնք շատ տարածված են։ Այդ սահմանը շատ նուրբ է, երբ մարդը հոգեբանական ծանր իրավիճակից արդեն անցնում է հոգեբուժական վիճակի եւ դա եւս հստակորեն դեռևս չունի ընթացակարգեր, ինչպես հետևել այդ առողջությանը, ինչպես խոսել կնոջ հետ, ինչպես բժշկական համակարգը արձագանքի այդ պարագաներում, ինչպիսի խորհրդատվություն տրվի, որպեսզի կնոջը դա չլինի այնքան ցավոտ, որ նա խուսափի համակարգին ընդհանրապես դիմելուց։ Նույնիսկ դատաբժշկական փորձաքննություններն են շատ հաճախ կատարվում բավական այսպես բիրտ կերպով, ոչ պատեհ եւ ոչ պատշաճ հարցադրումներով եւ մենք բազմիցս ենք դրա մասին խոսել, երբ կինը կարող է մտնել ուղղակի դատաբժշկական փորձաքննության եւ այնտեղ հարց տան թե ինչ է իր արել, ինչի խփեց, այսինքն դա բժշկին ընդհանրապես պիտի չվերաբերվի, այդ հարցերը ընդհանրապես չեն կարող նույնիսկ արտարծվել կամ ցանկացած կապտուկի պարագայում փորձարվի ասել դե լավ դա հեչ, այսինքն դա կնոջ համար կապտուկը որքան ավելի հոգեբանական խորը շերտեր է վերցրել։ Նույնը ծննդօգնության ասպարեզում է, օրինակ շատ վերջերս մի դեպք լսեցի, երբ անհասիկ ծնված երեխայի պարագայում կինը հարցնում է մանկաբույժին ինչպես է երեխան, ասում է դե որ լավ լիներ, հիմա այստեղ չէր լինի։ Այսինքն դինամիկայի մասին խոսելը ընդհանրապես ինձ թվում է մեր բժշկական ասպարեզում շատ քիչ է հիմնված խոսքի վրա մշակույթը, հիմնականում դեղորայք են նշանակում, դիագնոզ են տալիս, ինչ որ թղթեր են լրացնում, բայց անձի հետ պատշաճորեն խոսելը, բացատրել նրա խնդիրը եւ փորձել հասկանալ խորքային պատճառները այդքան էլ ընդունված չէ մեր համակարգում, իսկ բժշկային մասնագետն է, որին առաջին հերթին մարդիկ պետք է վստահեն, գնան, դիմեն եւ առաջին հերթին ինքը պետք է հանի այդ իրավիճակից կնոջը։ Իսկ կանանց առողջության տեսանկյունից իհարկե դա կա։ Նաեւ կա կանանց առողջության տեսակետից այն, որ ի տարբերություն տղամարդկանց կանայք ամեն ամիս ունենում են խնդիր իրենց առողջության հետ եւ դա ընդհանրապես դիտարկված չէ։ Ոչ տարբեր բազմաթիվ մասնագիտություններ, ոչ նրանց գործատուի կողմից ավելի հոգատար մոտեցման տեսանկյունից, որտեղ կանայք կան, որոնք շատ ծանր են, չէ՞, տանում այդ ընթացքը եւ գործատուն դրա համար պիտի ունենա նաեւ կոնկրետ մոտեցում։ Ինչպես վարվել, արդյոք եթե պետք է այդ օրը թողնել կնոջը ավելի շուտ գնալ կամ մի քիչ ավելի ծանրաբեռնվածությունը թեթևացնել, դա անել իրապես, որտեղ կանայք շատ լավ աշխատողներ են ընդհանրապես, նրանք շատ պարտաճանաչ են, նրանք կարող են ավելին մնալ, քան իրենց աշխատաժամանակն է կատարել իրենց գործը, բայց նմանատիպ իրավիճակում պետք է լինի նաև զգայուն մոտեցում, ինչը նույնիսկ կանանց կազմակերպություններում շատ հաճախ չի լինում։ Դե մեր կազմակերպության մասին չեմ խոսում, որտեղ դա մեր կազմակերպությունում հստակ դրված ընթացք է, որ կարող ես որպես կին ունենալ նաև ամսվա մեջ այդ օրերը եւ խնամել քո մարմինը, ունենալ նաև հոգեհուզական տարբեր վիճակ, բայց դա ծեր են առնում մարդիկ, ասում են վայ ծիծաղում են, ասում են հա երևի օրերն են, բայց դա իսկապես ֆիզիոլոգիական խնդիր ունի։ Եթե մենք մի քիչ գրագետ հասարակություն լինենք եւ կարդանք, ինչպիսի հորմոնալ արտազատումներ են լինում եւ ինչպիսի կծկումներ են լինում կնոջ օրգանիզմում, մենք պիտի որ հոգատար լինենք,
որտեղ այդ կինը այն մայրն է, որը վաղը երեխա է ունենում եւ այդ ամբողջ ֆիզիոլոգիական process-ները լինում են հենց դրա համար, որը դուք պահանջում եք որպես հասարակություն, որ ինքը մայր լինի, մայրենը։ Այսինքն դա շատ խորը մարդակենտրոն, այո, մենք մոռացել ենք, որ մենք գործ ունենք մարդու հետ եւ մարդն ունի այն առանձնահատկությունները, որոնք մենք պետք է փորձենք զգայունորեն խնամել, նրա հանդեպ վերաբերմունք ցուցաբերել եւ դա անմիջականորեն կապված է նաեւ առողջապահական իրավունքի հետ։ Մենք ունենք մոտ 5 րոպե, այդուհանդերձ ուզում եմ հարցնել, այդ դուք նշեցիք, որ դա կատակի առիթ է դառնում, առհասարակ կնոջ առողջության եւ ֆիզիոլոգիայի հետ կապված շատ բաներ են կատակի առիթ դառնում եւ կարծես թե արժե զրկվում, անգամ կատաղությունը, հա, երբ որ կինը այնպես ասեմ թույլ է իրեն տալիս արտահայտել իր զայրույթը, դա որակվում է որպես հիստերիկի մեկ այդպես ու անգամ դա էլ կարող է դառնալ կատակի եւ ծիծաղի առիթ, հա, ձեռ առնելու առիթ, այսինքն տարբեր մակարդակներում մենք ունենում ենք կնոջ ֆիզիոլոգիական ինչ որ արտահայտությունների հետ կապված արժեզրկման գործընթաց։ Սա թերևս մենակ Հայաստանում չի, չէ, որ տարածված է, ինքը ինչ որ գլոբալ խնդիր է։ Դա պատմական խնդիր է։ Դա պատմական խնդիր է, հայրիշխանության խնդիրն է, երբ կինը ձայն չուներ, մենք շատ լավ պատմական հիմքեր ունենք չեխոսական հարցերից սկսած մինչև փնփնթան կանանց որոշակի ես վերջերս ինչ էի նայում, այդպեսի ավելի հետազոտություններ Անգլիայում էր 19-րդ դարի վերջ, որ իր հետ անհամաձայնություն ունեցող կնոջը տանում էին հոգեբուժարան, որովհետև հասկանալի է, չէ, որ կինը, որը անհամաձայնություն է հայտնում ամուսնուն, իր հետ մի բան է ինչի։ Այո, որովհետև հիմքը ընդունված էր, որ ինքը պետք է լինի լրակյաց, համբերատար եւ ինքը ընդունի բոլոր որոշումները, որոնք կայացնում են տղամարդիկ իրենց համար։ Եթե ժամանակին հայրերն էին որոշում իրենց դստրերը ում հետ կամուսնանան եւ ում կնության կտան, հետո տղամարդներ որոշում իր կինը ինչպես պետք է վարվի եւ եթե ինքը ընդհանրապես հանդգնում էր որևէ բան արտահայտել, օրինակ ասել ոչ կամ ասել ես կարծում եմ այսպես չէ, դա նշանակում է, որ ինքը նորմալ չի, արդեն հոգեբուժարանի պոտենցիալ այցելու է։ Եվ այստեղ իհարկե այդ պատմական հիմքերը եւ նայում է ինչ որ բաներ էին, զսպա դիմակներ էին հագցնում կանանց, որոնք սկսում էին խոսել, արտահայտվել, իրանց շատ խոսող կանայք ու նույնիսկ երբ որ ինքը հաց էր ուզում ուտել, ինչ որ զանգուլակ կար, որը պիտի ինքը զնգացներ։ Դա մի հատ խոշտանգում է սարսափելի, որը պատմականորեն է եղել։ Ու հիմա մեր հասարակությունը պիտի այդ խորքային, պատմական, այդ կաղամբային շերտերից ազատվի, ձերբազատվի եւ հասկանա, որ դա անհնար է շարունակական լինի եւ մինչ այժմ Եվրոպայում էլ կա այդ խնդիրը, այնպես չի որ հաղթահարված է, ինչքան է օրենքներ ընդունեն կենցաղային մակարդակում այդ խնդիրը առկա է, կա խնդիր Հայաստանում եւս, երբ կանանց ձայնը լսելի չէ, ինքը պետք է ինչ որտեղ հանդուրժի շատ բաներ ընտանիքում եւ ոչ միայն ընտանիքում հասարակության մեջ, եթե տղամարդիկ այլանդակ արտահայտություններով իրար հետ խոսում են նույնիսկ բարձր պետական մարմիններում, դա կարծես թե խրախուսվում է եւ ասում են տեսակ ինչ տղամարդը արտահայտվեց, բոլորիդ բերանն է փակեց։ Իսկ ինը վայ դա կնոջը հարիր է, վայ կնոջը։ Ես համարում եմ, որ ոչ մեկին հարիր չէ, չեմ ասում կինն է թողանի տղամարդին։ Դա ընդհանուր էթիկա է, որը միմյանց հանդեպ հարգանքի եւ միմյանց խոսույթում պիտի պահպանենք, բայց ինչ վերաբերում է սերով պայմանավորված մեկին զսպեն եւ մյուսին խրախուսեն, դա ուղղակի անընդունելի է, պատմականորեն եկած այդ պրակտիկաների շարունակականությունն է, ինչը ես կարծում եմ, որ մենք պետք է որպես հասարակություն կրթենք, հասկացնենք, արտահայտվենք եւ տղամարդկանց եւս թույլ չտանք, որպեսզի նրանք վիրավորական խոսեն, ու մնաց համարենք, որ դա միայն տղամարդկանց արտոնությունն է։ Եվ ընդհանրապես արտոնությունների մասին պետք է հստակորեն խոսվի, որ սերով պայմանավորված արտոնությունները ուղղակի վերապրուկներ են, որոնք պետք է հաղթահարվեն։ Եթե նշելու լինեիք, հա, առողջապահական ոլորտում Հայաստանում կանանց խնդիրների եռյակը, որոնք կառուցդասնեիք այսօր։ Բնականաբար վերարտադրողական առողջությունն է առաջինը, որը ունի հոգացության եւ կանանց նկատմամբ հատուկ վերաբերմունքի կարիք, հատուկ
իրավիճակում հայտնված կանանց առողջության խնդիրն է, այսինքն դա խոցելի իրավիճակում սեռական եւ ընտանեկան բռնության ենթարկված կանանց տրավմաներով պայմանավորված նրանց առողջության խնդիրն է եւ իհարկե հոգեկան առողջության խնդիրն է երրորդը, որը անպայման ուզում եմ նշել, որովհետև կանայք պայմանավորված այն բոլոր բարդույթներով, որոնք իրենք հասարակության մեջ վերապրում են եւ փորձում են հաղթահարել, ի վերջո ունենում են բավական լուրջ նյարդաբանական եւ արդեն իսկ հոգեկան առողջության խնդիրներ, որոնք խորքայնորեն չեն հետազոտվում եւ չեն արձագանքվում։ Այս երրորդ կերտը, բայց կարծես թե ունիվերսալ չի։ Ինձ մոտ այնպեսի տպավորություն է, որ հոգեկան առողջությունից երևի առողջության հետ կապված խնդիրների հարցը երևի միակն է Հայաստանում, որտեղ մեզ մոտ սեռային հավասարություն է տիրում 100%-անոց։ Ես հասկանում եմ, բայց պայմանավորված նաև կանանց վերարտադրողական առողջության հետ ծննդյան դեպրեսիաները, որոնք հատուկ խնամքի կարիք ունեն, կապված նաև կորուստների հետ։ Մենք ունեցել ենք բավական լուրջ խնդիր կապված, հենց ես մի հոդված էի գրել, ասում եմ, եթե տղամարդիկ բանում ռազմաճակատում մեռնում են մեկ անգամ, կանայք ամեն օր են մեռնում, որտեղ իրենց այդ սպասումը, այդ վախը, այդ որ իրանք իրենց ամենամոտիկին, իրենց կողակցին կորցնելու են եւ ի վերջո կան կորուստներ բավականաչափ, կորուստի հաղթահարման պրակտիկաները, որոնք հոգեբանության մեջ կոնկրետ խնդիր են եւ կոնկրետ դիտարկման եւ աշխատանքի խնդիր են, խորքայնորեն չեն դիտարկվում եւ մենք ունենք որդեկորույս մայրեր ի վերջո դա մի տրավմա է, որ երևի թե չի կարելի համեմատել նույնիսկ տղամարդկանց եւ կանանց հավասարության ծիրուն, որտեղ մոր վերապրումները եւ ապրումները զավակի կորստի հետ կապված երևի ամենածանրն են եւ առաջին տեղում են դիտարկվում հոգեկան առողջության տեսանկյունից։ Շատ լավ, շատ շնորհակալություն, ցավոք սրտի մեր ժամանակը մոտեցավ ավարտին, ինքը թեման շատ խորն է, անverջ կարելի է խոսել, համաձայն եմ։ Ես մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դիտում եւ լսում եք Գործարար ալիքը, մեր հյուրներ իրավապաշտպան կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։